Հապկից Հայաստանի օտարանալու դե ֆակտո գործընթացին շատերը ծանոթ եք, հիշում եք սահմանային իրավիճակը, Հայաստանի տարածքների վրա հարձակումը, հապկից արձագանքը, ավելի շուտ գուցե արձագանքի բացակայությունը, իսկ հապկից օտարանալու դե յուրե գործընթացի մեկնարկը Փաշինյանը տվել է 2024 թվականի փետրվարին, հայտարարելով, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը այս կառույցին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցել հապկի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին եւ չի վճարում անդամավճարը։ Ընդ որում մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար եւ Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար։ Հակառակ հապկի հետ կապված ոչ հաճելի թեմաներին Մոսկվան չի շտապում Հայաստանի գլխին շանթ ու կրակ թափել։ Եվ դա հակառակ նրան, որ հայրենական հայկական անդիմությունն ու անկախ, այսպես ասենք, վերլուծաբաններից շատերը բաց կամ փակ տեքստով ուղղակի հուշում ու խնդրում են Մոսկվային լկտիացած Երևանին իր տեղը ցույց տալ։ Իսկ մեզանում շատերը անսասան հավատով սպասում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում հարցերը կարգավորելուց հետո կգա ու ձեռքը կառնի Թրամփի ուղին, իսկ Թրամփին կքշի օվկիանոսից այն կողմ։ Մոռանում ենք մի փոքրիկ մանրուք. Ռուսաստանն այս պահին Ուկրաինայի հարցերի շուրջ բանակցում է հենց նույն Թրամփի հետ։ Այնպես որ սպասենք այս զարգացումների հետագա ընթացքին, դեռ չեմ շտապի ասել արդյունքներին։